Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան և մասնակցել Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա II-ի հուղարկավորությանը, որին ներկա էր Հայաստանի նախագահը։ Փաստաբան Արա Զոհրաբյանը խայտառակություն որակելով քննիչի որոշումը հայտարարել է, որ վեհափառին մեկնելու թույլտվություն չտրամադրելը բացասական արձագանք է ստացել ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հարթակներում։ Տարբեր երկրներում այս հարցը արդեն քննարկվում է եւ բնականաբար սա խայտառակություն էր մեր երկրի համար, բայց մենք տեսանք նաեւ դրան նախորդող օրը, երբ որ Նիկոլ Փաշինյանը բացասական արտահայտեց վեհափառ Հայրապետի նկատմամբ, արդեն այդ հաղորդագրությունը պարզ էր, որ քննիչը պետք է հենց այդ կերպ էլ վարվի։ Այո, բայց ես անկեղծած հույս ունեի, որ իրենք գոնե կգնան խելամտության կանխավարկածով, բայց ցավոք այդպես չեղավ։ Զոհրաբյանի գնահատմամբ վերջին օրերին եկեղեցականների նկատմամբ կիրառվող խափանման միջոցների փոփոխությունները չեն վկայում դատարանի համակարգային փոփոխության մասին։ Ընդհանուր վերաբերմունքը չի փոխվել, սակայն որոշ դեպքերում արդյունքը պայմանավորված է առանձին դատավորների անկախությամբ։